ձեր ապաստանը, որովհետև գրված է, թե իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն։ Ղուկաս 4:10 խոսք։ Հաճախ ես մոռանում եմ, որ ունեմ հրեշտակային պաշտպանություն, բայց չպետք է մոռանամ։ Ինձ դուր է գալիս այն նկարագրությունը, որ Դավիթը տալիս է Սաղմոսներում. «Ողորմիր ինձ, ով Աստված, ողորմիր ինձ, որովհետև քեզ է հուսացած իմ անձը, և ես քո թևերի շուքին կհուսամ, մինչև որ չարիքը անցնի»։ Սաղմոս 57:1։ Աստված մեր պաշտպանությունն է։ Ես վաղուց հասկացել եմ, որ ինձ պաշտպանելու իմ կարողությունը շատ սահմանափակ է։ Մենք պետք է վազենք Աստծո մոտ։ Ցած դրեք ձեր հեռախոսը, երբ ձեզ նենգաբար մեղադրել են, զրպարտել կամ պարզապես ստեր են ասել ձեր մասին։ Անջատեք ձեր համակարգիչը և վազեք ու մտեք նրա թևերի շուքի տակ։ Ես փակվում եմ սենյակում, միացնում եմ երաժշտությունը և երկրպագում Աստծուն։ Երկրպագությունը մշտապես հրաշալի արձագանք է, երբ չգիտեք ինչ անել։ Երբ ջախջախված եք զգում, անկախ հանգամանքից, կարող եք գտնել ապաստան նրա ներկայության մեջ։ Թույլ մի տվեք, որ թշնամին ձեզ ծուղակը գցի, ստիպելով պաշտպանվել կամ պաշտպանվելու փորձեր անել, դուք կձախողվեք։ Աստված հրավիրում է, որ թաքնվեք իր մեջ, մինչև որ փոթորիկ անցնի և կարողանաք հստակ տեսնել։ Մյուս բոլոր ապաստանները նրա հովանուց դուրս են։ Վրեժխնդրությունը և զայրույթը երբեք ապաստան չեն, թեև կստեն և կասեն, թե այդպիսին են։ Այս կեղծ ապաստանները պետք է մի կողմ դնել, որպեսզի մտնեք Աստծո ներկայության մեջ։ Պաշտպանողական կեցվածքը իսկապես թույլ ապաստանն են նրա համեմատ։ Փախուստը, ինքնաբուժությունը կամ խուսափելը միայն ժամանակավոր թեթևացում է, և բոլոր խորհուրդները, ինքդ քեզ օգնելը կամ ապացուցված լուծումները աշխարհում չեն կարող համեմատվել նրա հետ։ Ուստի երբ զգում եք, որ չարիքը մոտենում է ձեզ և ծուղակն եք ընկած, լցվեք խանդավառությամբ։ Աստված պատրաստվում է հայտնվելու և անելու այն, ինչ դուք չեք կարող անել։ Աստված ոչ միայն հրահանգել է հրեշտակներին ձեզ պաշտպանելու, այլև իրեն է հասանելի դարձրել։ Երբ թշնամին մոլ է գնում է, մենք ունենք այս երաշխիքը։ Երկրորդ Օրինաց 3:22-ում գրված է. «Նրանցից չվախենաք, որովհետև ձեր Աստված ինքը կպատերազմի ձեզ համար։ Երբ պայքարը չափազանց ծանր է ձեզ համար, մոտեցեք նրան»։ Եկեք աղոթենք։ Տեր, դու ես իմ պաշտպանությունը։ Ես կմոտենամ քեզ և կերկրպագեմ վստահելով, որ դու կկռվես իմ անունից, երբ ես ճնշված եմ։